Ինչպես Օսմանյան կայսրությունում տեղի ունեցավ հայոց ցեղասպանությունը։ Օսմանյան կայսրության խոշոր քաղաքներում հայերը կարևոր դեր ունեին հասարակական, տնտեսական եւ մշակութային կյանքում, ներգրավված լինելով նաեւ կառավարման ու բանակի բարձր շրջանակներում, սակայն այդ հանգամանքը չկանխեց ցեղասպանությունը։ Հակառակ նրանց կային մարդիկ, ովքեր այդ վտանգը գիտակցում էին, կանխատեսում էին եւ պայքարում էին։ Օրինակ այդ պայքարի առաջնորդներից մեկը Անդրանիկն էր, ով չհաշտվելով թուրքերի հետ համերաշխության գաղափարին, չհաշտվելով տվյալ իրականությանը, ձևավորեց ֆիդայական խմբեր ու պայքարեց արժանապատվորեն։ Պայքարեց մինչև վերջ։ Անկախության համար պայքարողին հարգում էին, դրա համար հաշվի էին նստում, ընդհուպ վախենում էին։ Այստեղ Անդրանիկի պայքարը ոչ միայն Օսմանյան կայսրության դեմ էր, այլ նաև այն հայերի դեմ, ովքեր դավաճանում էին։ Իսկ այդ դավաճան հայերը բոլոր ժամանակներում եղել են ու կան։ Ու հենց այդ դավաճաններն են պատճառ հանդիսացել ազգային ողբերգություններին։